Բաբկեն Թունյան։ Շնորհակալություն, պարոն Վարդևանյան, նախ ներողության մասով իհարկե շատ ողջունելի է, բայց կհամաձայնեք, որ մարդը շատ մեծ հաճույքով ներողություն է խնդրում ուրիշի արածների կամ չարածների համար, ոչ թե իր։ Օրինակ մենք էլ այս դահլիճում շատ է եղել, որ ներողություն են խնդրել ընդդիմության պահվածքի համար, որտեղ սեփական արարքի համար ներողություն խնդրելը նշանակում է մեղք ընդունել։ Ուրիշի համար ներողություն խնդրելը մի տեսակ մեծահոգության ժեստ է։ Ամեն դեպքում ես շեղվեմ, ձեզ շատ հարցեր ունեմ, բայց երկուսը տամ, հետո եթե ժամանակ լինի նաև երրորդը։ Դուք նշեցիք, որ 2022 թվականի նոյեմբերին մանդատը բայր դրեցիք, որտեղ ասացիք, փաստացի ձախողեցիք պայքարը։ Այդ դիմադրության շարժումից հետո ձեր տեղը այլևս քաղաքականության մեջ չէի գտնում։ Հիմա եթե հաշվի առնենք նախընտրական շրջանում ձեր օրակարգն ու խոսույթը, դուք դա էլ ձախողեցիք, որովհետև ձեզ համար հաղթանակը մի ձև ուներ, դա Սամվել Կարապետյանի վարչապետ լինելն էր, որը մենք անկեղծ ասած որևէ կերպ չենք պատկերացնում։ Հիմա այսինքն այդ ձախողում չէր եւ դա արդյոք չէր նշանակում, որ այս դեպքում էլ պիտի հրաժարվեիք։ Եվ երկրորդ հարցը, օրինակ դուք խոսում եք ազգային ժողովի փոխնախագահի պարտականությունները կատարելու ձեր հնարավոր ձևի մասին, ազգային ժողովի ինստիտուտն է կարևորում։ Օրինակ եթե դուք վարեիք նիստը եւ օրինակ երդման տեքստը կարդալու ժամանակ ոտքի չկանգնեին պատգամավորները կամ ներկայանալու ժամանակ ոտքի չկանգնեին։ Սրանք պրիմիտիվ են, պարզ բաներ են, որ անկախ քաղաքական նկատառումներից միշտ տեղի են ունեցել։ Դուք դա օրինակ որպես խորհրդարանի փոխնախագահի տեխնացու ո՞նց եք մեկնաբանում։ Նա նորմալ է խորհրդարանական երկրի համար ինստիտուտի հեղինակության տեսանկյունից, թե ոչ։ Վերջին հարցից սկսեմ, շնորհակալ եմ հարցերի համար։ Առաջինը, եթե ես լինեի պատասխանատուն ազգային ժողովի առաջին նիստի, կապահովեի հստակ սահմանված կարգը։ Վեհափառ Հայրապետը կլիներ նիստերի դահլիճում։ Այնպես ինչպես եղել է 2021 թվականին, այնպես ինչպես եղել է 2019 թվականին, այնպես ինչպես եղել է 2018 թվականին։ Իդեպ հատուկ ընդգծեցի 2019 թվականը, 2021 թվականը, որովհետև դրանք եղել են ձեր պատասխանատվության ժամանակահատվածները։ Եվ ես չեմ հիշում ազգային ժողովի նիստերի դահլիճում որևէ մեկի, հիմա 21 թվականին եղել եմ, չես թե։ Ես չեմ հիշում, որ օրինակ որևէ մեկը մտահոգություն ներկայացներ, թե Վեհափառ Հայրապետը ինչի համար է ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Հակառակը, բոլորդ հարգել եք Վեհափառ Հայրապետին, բոլորդ, ովքեր եղել են 8-րդ գումարման ազգային ժողովի падգամավորներ։ Լավ, ինչ ա եղել։ Մենք մայր աթոռը պետք է վերածենք քաղաքական դիսկուրսի։ Իրապես ես լինեի պատասխանատուն, Վեհափառ Հայրապետը լինելու էր ազգային ժողովի նիստերի դահլիճում, երդման հետ կապված էլ որևէ խնդիր չէր լինի։ Դուք երևի թե նկատեցիք, չէ, որ մենք տեղից մտահոգությունը մեր բարձրաձայնում ենք, ուղիղ հարցնում ենք, որտեղ է Վեհափառ Հայրապետը։ Եթե դա ապահովված լիներ, նման խնդիր չէր լինի։ Բայց ամեն դեպքում երդման տեքստի բովանդակության, դրա իրացման արարողակարգային տեսանկյունից ես ձեզ ներկայացրեցի Հայաստանի Հանրապետությունում պաշտոնավարող, բազմաթիվ մարդկանց ճակատագրերը որոշող կոնկրետ դատավորի վարքագիծը, ով ասում է падգամավորը 8-րդ գումարումից 9-րդ գումարում ավտոմատ անցնում է, երդվել եւ այլ, դրա կարիքը չկա։ Ես որպես փաստաբան նիստերի դահլիճում դատարանի ասել եմ ապահովեք, որ կա երդվի։ Նոր կամ հին, կներեք, ճիշտ եմ հասկանում, որ օրինակ պարոն Թունյանը, որ 8-րդ գումարման ազգային ժողովի падգամավոր էր, 9-րդ գումարման այդ առաջին նիստին չի երդվել։ Հա, տենց չի էլ եկել, թուղթը չի ստորագրել, տենց հա կազմակերպվել։ Եթե տենց հա կազմակերպվել, ես ուրեմն պետք է ասեմ, որ Կարեն Ֆարխոյանը ճիշտ էր։ Եթե տենց չի կազմակերպվել, ազգային ժողովի արժանապատվության հարցն է, ինստիտուտի։ Ոնց կարա տենց լինի։ Ոնց կարա մի հատ դատավոր որոշի, որ այլևս կան իրավահաջորդության, տրամաբանության падգամավորներ, չհասկացա։ Հետևաբար ես առնվազն այդ մասով շատ հետևողական կլինեի,
կապահովեի դա եւ որևէ խնդիր չէր լինի։ Ձեր երկրորդ հարցադրումը մի հատ բայց պետքա խնդրեմ հիշեցնեք, կարծես, չէ, հիշեցի։ Ասում եք, թե արդյոք նախընտրական քարոզարշավի տեսանկյունից, մեր կողմից ներկայացված ծրագրերի, ձախողումների տեսանկյունից, տենց ենք դիտարկում, թե ոչ, մենք դիտարկում ենք հետևյալ կերպ քաղաքական գնահատականը ընդգծեմ, մենք չենք պարտվել, դուք էլ չեք հաղթել։ Արձագանք Արդյունքում ձևավորվել է կառավարություն ընտրական օրենսգրքի ձայների փոշիացման շնորհիվ։ Պարոն Վարդևանյան, ես Սիսակ Գաբրիելյանի ասածին մի բան ավելացնեմ, քանի որ առիթ ունեցել ենք իրար հետ թեկուզ կարճ բայց աշխատենք, ես գիտեմ, որ դուք ոչ միայն սիրում եք, որ ձեզ գովում են, ինչը նորմալ է, ես էլ կարող եմ գովել, իրոք դուք շատ լավ փաստաբան եք ու նաև շատ հետաքրքիր տաղանդ ունեք, նաև ձեր փաստաբանության համար նորմալ շուկա ապահովելու, ինչը բնականաբար ողջունելի է, բայց նաև ես հաճույքով եմ լսում ձեր ելույթները, ոչ այնքան ինչքան պարոն Եղոյանին է իհարկե, բայց ձեզ լսում եմ, որովհետև ուզում եմ տեսնեմ, թե դուք ինչ պրոֆեսիոնալիզմով եք խուսանավում հարցերից։ Ես ձեզ երկու ուղիղ հարց տվեցի, որին այդպես էլ չպատասխանեցիք։ Բայց ես ձեզ երրորդ հարցն էլ կտամ առիթից օգտվելով։ Դուք նշեցիք, որ ձեզ տպավորել է Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդի տեսլականը։ Մի հատ խնդրում եմ, քանի որ ուրիշ առիթներ չի լինում ձեր խմբակցության մասին հրապարակային տեսակետ հարցնելու պաշտոնական, հատ դուք կներկայացնեք ձեր կուսակցության գաղափարախոսական կամ ուղղվածությունը կենտրոնամետ է, պահպանողական է եւ նաեւ Սամվել Կարապետյանի դոկտորական դիսերտացիայի թեման։ Գոնե մոտավոր ինչի մասին էր։ Շնորհակալ եմ։ Բոլոր դեպքերում մի հատ հանգամանք ընդգծեմ, դա հաշվի առնեք, քանի որ երկա չի նիստերի դալիճում չէ։ Առնվազն պատգամներից մեկը նաև մանրամասն իմ հայտարարագրի վերաբերյալ վերլուծություն էր արել։ Պարոն Թունյան, անկեղծորեն եմ ասում, որպես փաստաբան իրականացրածս գործունեության շրջանակներում, ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում այնպիսի աստիճան էի կարելի ասել ձեռք բերել, որ ես որևէ հավելյալ շուկայի կարիք չունեմ, ավելին ունեմ մեկ հանգամանքի կարիք, Հայաստանի Հանրապետությունում փոփոխությունների, դրան անձնվիրաբար ծառայելու եմ, ուժերիս ներածին չափով, մաքսիմալ, հիմա դա կլինի ելույթներով, որոնք ձեր համար ընդունելի են, դուրեկան են, շատ լավ, եթե ոչ, հավլիցի, մյուս գործընկեր ես հարցը տա, ես անդրադառնամ մյուս ձեր հարցերին։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար